Դրսում աղոհացով, ներսում արդեն բարի լույսով դիմավորեցին Մարտունու թիվ 1 մանկապարտեզի փոքրիկներն իրենց բարերարներին։ Արդեն մեկ ամիս է, ինչ ավարտվել է նախադպրոցական այս հաստատության վերանորոգման աշխատանքներն ու մարտունեցի փոքրիկները սովորում են նոր շունչ ու թարմ երանգներ ստացած իրենց առաջին կրթօջախում։ Բարեկարգման կարիք շենքը վաղուց ուներ։ Երկար սպասված վերանորոգումը տևեց 8 ամիս Արամ Ջաբուրյանի ընտանիքի, Սեդրիկ Մարտին հիմնադրամի, Ռուբեն Հայրապետյանի, Ռալֆ Երիկյանի եւ Հովանես Էքելյանի աջակցությամբ։ Շենքը շատ հին էր։ Պայմաններ չկային բոլորովին։ Ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մեր բարերարներին, որ վերանորոգեցինք հիմնովին։ Բոլոր հարմարություններով, կահավորված խմբասենյակներով, սանհանգույցներով շենքը վերանորոգված է։ Մինչև հիմա կոլեկտիվը չի հավատում, որ իրենք արդեն աշխատում են այդպիսի պայմաններում։ Մանկապարտեզի վերանորոգմանն իրենց ներդրումն ունեցած մեր հայրենակիցները գոհ են արդյունքներից։ Ասում են, կարևորը, որ մանուկներն իրենց լավ ու երջանիկ զգան նախադպրոցական այս հաստատությունում, ինչ վերաբերում է իրենց, ապա շարունակելու են հայրենանվեր բարեգործությունները։ Ժամանակին մանկապարտեզը արդեն իր դերակատարությունն է ունեցել Մարտունի քաղաքի կյանքում եւ այսօր նոր տեսքով է արդեն իսկ հանդես գալիս, այսինքն մեր քաղաքում գործում են թվով 2 մանկապարտեզներ, այսօր ունենք մենք արդեն կապիտալ վերանորոգված նոր մանկապարտեզ, թիվ 1 մանկապարտեզը եւ շուտով աշխատանքներ կսկսվեն նորոգման, վերանորոգման թիվ 2 մանկապարտեզում։ Վերանորոգված Մարտունու թիվ 1 մանկապարտեզն առայժմ բավարարում է իր պայմաններով, սակայն շրջկենտրոնում տարեստարի աճող ծնունդների թիվը հուշում է, որ մոտ ապագայում առնվազն նոր մասնաշենքի պահանջ կլինի։ Այսօրվա դրությամբ հաճախում են 120 երեխա եւ ելի կշատանան։ Ուղղակի կուզենայի, որ մանկապարտեզը մի քիչ մեծացնեն, էլի տեղ չկա։ Գենադի Երեմյան, Մերուժան Հայրապետյան, օր։